Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Պարոն Հովհաննիսյան, դուք նոր ասացիք, որ խաղաղությունը կախված է հայ ժողովրդից։ Դուք նկատի ունեք ընտրություններում ձեզ ընտրելով։ Ներողություն։ Տերը կանգնելու այո, դուք ասացիք, որ հայ ժողովուրդը տեր է կանգնելու իր խաղաղությանը, այսինքն դուք նկատի ունեք հունիսի 7-ին ձեզ ընտրելով։ Այո, միանշանակ, այո, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տեր է կանգնելու խաղաղությանը, ազատությանը եւ ժողովրդավարությանը Հայաստանի Հանրապետություն։ Սա միանշանակ է եւ սա չի քննարկվում, որովհետեւ մնացած բոլոր ուժերի քիչ թե շատ հաջողության դեպքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունը կրկին կանգնելու է նույն իրավիճակի առաջ, ինչի առաջ որ կանգնած էր 2017-18 թվականներին։ Դուք ասում եք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին չվերընտրվի, չէ, դուք չհաղթեք, կլինի աղետաբեր պատերազմ։ Ես ասում եմ, այս պահին չէ, դուք եւ ձեր թիմի տարբեր անդամներ այդ մասին ասել եք բառացի եմ ցիտում, որ կլինի աղետաբեր պատերազմ։ Հարցս հետեւյալն է. գուցե դուք օրենքով ամրագրեք, որ քաղաքացիական պայմանագիրը հավերժ մնա իշխանության եւ լինի հավերժ խաղաղություն, այդ դեպքում բոլորս կապրենք խաղաղ ու երջանիկ։ Ես կառաջարկեի ձեր առաջարկը վերափոխեիք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը մնա հավերժ իշխանության, այլ իշխանության չգան այն ուժերը, կարելի է օրենքով ամրագրել, չէ՞, առաջարկ արեք այդ ուժերին։ Այն ուժերը, որոնք ուզում են խաղաղությունը տորպեդահարեն, որոնք ուզում են արդեն կայացված որոշումներն ու կնքված պայմանագրերը ռևիզիայի ենթարկեն, որոնք ուզում են մեկ կենտրոնից կախվածություն ունենան, որոնք ուզում են հավերժ միայն իրենց սիրելի կայսրությանը հպատակության երթում տան, այդ ուժերին կարելի է օրենքով արգելել մասնակցել ընտրություններին, բայց բնականաբար սա հեգնանքա ձեր հարցին երբեք Հայաստանի Հանրապետությունում նման բան չի կարող տեղի ունենալ, որտեղ մենք ժողովրդավար պետություն ենք։